Հայաստանի ամենախոշոր ընկերություններից մեկը, որը ունի շուրջ 7000 աշխատող, ուզում է վերցնել ու կառավարել մի իշխանություն, որը բացել է $60 միլիոն փոշիացրել ու սննկացրել փակել անիվը։ Նրանք ուզում են կառավարել $1 միլիարդ ներդրում արված ընկերություն։ Հեծը փորձում է խլել ու կառավարել մի իշխանություն, որը երկիրը կառավարում է պարտքով, տարին $1 միլիարդ պարտք է կուտակում։ Ասում են աչքը տեսածից է վախենում։ Ես վախենում եմ, որ սրանք ոչ միայն մեր հարկատուներից գումարներից միլիարդներ վաղը կվճարեն հեծը փոխհատուցելու համար, նաև չկարողանալով ներդրում անել, հեծը բերելու են մշտական անջատումների և թանկացման։ Չգտնվեց մեկը, մի պաշտոնյա, որ պաշտոնապես խոստանար մատակարարման խնդիր չենք ունենալու և խոստանար, որ հոսանքը չի թանկանա խլելուց հետո։ Թող Նիկոլը հայտարարի, որ հեծը ՔՊ-ին փոխանցելու արդյունքում հոսանքի խափանումները կպակասեն, հոսանքի գինը չի թանկանա։ Կհիշեք, որ նա նաև խոստանում էր, որ հոսանքի գինը 20%-ով կեժանացնի, բայց չեժանացավ։ Նա խոստանում էր, որ մինչև 2024 թվականը ջուրը չի թանկանա, 2 անգամ թանկացավ։ 2018-ին խոստանում էր, որ ընդհանրապես 5 տարի մեր երկրում գնաճ չի լինի,